Վերել է իմ քայլի խմբակցություն, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ դալիճում մեր ընդդիմախոսներն ասում են, 91 թվին պարոն Գալջան դուք ծնված չեք եղել։ Ցեղասպանության ժամանակ էլ ծնված չենք եղել ոչ մեկս, եկեք ցեղասպանությունից չխոսանք։ Պատմությունը փաստացի ձեր համար գրվում է ձեր ծնվելու պահից, հա։ Ինչևէ, սա ասում եք ինչի համար ինչ, սա մանկապարտեզներ հետ բերելու մասին չէ այս հանձնաժողովը, սա քաղաքական գնահատական է, եւ մենք տալիս ենք քաղաքական գնահատական այո, եւ փաստացի դուք չեք տալիս քաղաքական գնահատական, ինչու, որովհետեւ քաղաքական գծերը տանում են կոնկրետ անձերի, սա փաստ է, սա այսօր այս դալիճում արդեն իսկ ապացուցվեց, այն ինչի մասին ստեղծվում է այս հանձնաժողովը, ես կարծում եմ չկա մի բարոյական երևանցի, որը գոնե իր համար ասած չլինի, որ վայ ինչի վաճառեցին, ինչի նվիրեցին, ինչի կորցրեցին մանկապարտեզների շենքերը։ Եվ այն կառույցները, որոնք տարիներ շարունակ նվիրվել են, վաճառվել են, այդ կրթական, նախակրթական հաստատությունները պետք է սերունդներ կրթեին։ Դուք այսօր այս դահլիճում տենց կարողանում եք նույն մարդիկ այս դահլիճում, այլ դահլիճներում խոսում եք տարիներ շարունակ խոսում եք ինչ-որ արժեքներից, խոսում եք ինչ-որ համակարգերից, բայց տարիներ շարունակ արժեզրկել եք դուք այդ համակարգերը, արժեզրկել եք մանկապարտեզները վաճառելով, որովհետև այդ նախադպրոցարաններում ուսուցում ստացող երեխաներն էին լինելու այս երկրի ապագան, որը դուք խեղաթյուրել եք տարիներ շարունակ։ Այսօր հերթեր են գոյացել, դուք այսօր այստեղից գոռում եք, ինչ-որ ուրիշ բաներից եք խոսում, այո, այդ մանկապարտեզների մասին գնահատականները դուք լսելու եք, թե ոնց եք վաճառել շենքերը։ Հիմա նաև կան օրինակներ, օրինակ Մալաթիա վարչական շրջանում ես գիտեմ 3 մանկապարտեզ այդ են ծոտարված, բայց նաև կա նախադեպեր 2 մանկապարտեզի մասին, եթե չեմ սխալվում, Սամվել Ալեքսանյանինն էին, որոնք վերադարձվել են համայնքին։ Այն մարդիկ, որոնք այսօր տարել են տենց պինդ-պինդ պետական շենքերը իրենց թևի տակ պահում են, ես իրենց խորհուրդ եմ տալիս ավելորդ ոչինչ չլինելու, պրոցեսների մեջ չմտնելու համար բարի գործ արեք եւ նախկիններին ձեզ նվիրած կոպեկներով կամ նույնիսկ նվիրած պետական հաստատությունները օրինակ վերցրեք եւ վերադարձրեք երևանցիներին։ Թե հանձնաժողովի նիստում, թե այս դահլիճում նաև մեկ-երկու ելույթ առաջ, այս վերջին ելույթում խոսվեց իրավապահ համակարգի մասին, որ իրավապահ համակարգը պետք է դրանով զբաղվի, այո, պետք է զբաղվի, բայց նաև ավականին ձեր, ասում եք, ձեր իշխանության, ձեր իրավապահ համակարգը։ Ես գիտեմ, որ դուք սովոր եք, որ ձեր օրենսդիր, գործադիր, իրավական, դատական համակարգը շատ խառն է եղել։ Ես գիտեմ, որ ձեր համար այդ տարբերակն է, պարոն Գալջյանը հանձնաժողովի նիստում ասեց, որ իրավապահ համակարգը մերը չէ, Հայաստանի Հանրապետությանն է, ինչի հետ ես համաձայն չեմ այս պահին, որ Հայաստանի Հանրապետությանն է, ցավոք սրտի այն քաղաքական ուժերը, որոնք այս դահլիճում, որոնք Երևանի փողոցներում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, այլ համակարգերում դեռ գոյություն ունեն, դեռ խրխռում են, հա, իրենց վերջին շնչով, քանի նրանք կան, պետական համակարգը չպիտի լինի պետությանը, այո, պետք է լինի իշխանությանը, որ նմանների հախից երբեմն ինչ-որ ձևով գա, որովհետև մենք տեսնում ենք շատ ու շատ դատական համակարգեր, տեսնում ենք շատ ու շատ մարդիկ, որոնք պետք է լինեն իրենց համապատասխան տեղերում, բայց ցավոք սրտի այնտեղ չեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Արամ